Ողջույն բոլորին, հարգելիներս, այսօր պետք է պատրաստեմ սունկը ջեռոցում։ Սունկը ջեռոցում պատրաստում եմ մեկ տարբերակ ևս։ Ինչ ունեմ, ունեմ շատ մեծ, լավ հաջողակ սունկ։ Ինչ եմ անում, այս մեծ սունկերը չեմ կտրատում, չեմ ուզում մանրանալ, սմքի, հենց այսպես ամբողջությամբ տեղափոխում եմ տոպրակի մեջ։ Վրան ավելացնում եմ թթվասեր։ Ավելացնում եմ սոյա սոուս, քերած պանիր, ուրիշ ոչինչ։ Եվ այս պարկը այսպես պահում եմ և սկսում եմ համեմել։ Համեմելու ամենալավ տարբերակն է։ Եվ դատարկում ենք պարկի միջից։ Դատարկում ենք հրակայուն ամանի մեջ, որպեսզի ջեռոցում տեղավորենք։ Եվ ամեն մեկի վրա մի փոքրիկ կարագ եմ տեղավորում։ Վրան կմնա, թե տակը կծորա, կարևորը որ համեղ կլինի։ Ես աղը ինչու չարեցի, սոյա սոուս լցրեցի, ինքը աղի է։ Ուտելու ընթացքում եթե կհասկանաք աղը պակաս է, ավելի լավ է ավելացնեք, քան թե աղի լինի։ Կուզեի որ նաև ջեռոցում կարտոֆիլ տեղավորել։ Դրա համար կարտոֆիլներն էլ այսպես, ըստ ձեր ցանկությամբ, ինչ մեծությամբ, ինչպես կցանկանաք։ Կարտոֆիլի վրա ծորացնում եմ բուսայուղ, կարմիր կծու պղպեղ և աղ։ Մի լավ խառնում ենք, տակնու վրա ենք անում։ Ջեռոցի տապակի մի կողմը տեղավորում եմ սունկը, իսկ մյուս մասը յուղաթուղթը, որպեսզի կարտոֆիլը վրա շրջեմ։ Այսպես, ես ինչու չեմ ուզում սունկը, կարտոֆիլը սունկը միասին, որտև այնտեղ ես ուզում եմ, որ կարտոֆիլը շղշղկան կարմիր լինի։ Եվ հարգելիներս, այսպես տեղափոխում եմ ջեռոց, ես 170 աստիճանի տակ եմ տեղադրում, ու ինձ թվում է 30 րոպեն լիարժեք բավարար է, որպեսզի երկուսն էլ պատրաստ լինի։ Դե կհանդիպենք, երբ որ պատրաստ լինի։ Ահա, մեր համով սունկերը պատրաստ են։ Այս մեկը կտրենք, տեսնեք, հյութի մեջ, իր հյութի մեջ, տեսեք մեջը, ինչ հյութը հոսում է։ Սա այսպես։ Դե կարտոֆիլն էլ սովորական, բայց շատ համեղ։ Դե ինչ հարգելիներս, սա էլ այսպես համեղ սունկի ևս մեկ տարբերակ։ Փորձեք, անպատճառ ձեզ դուր կգա։ Փորձեք և թող անուշ լինի։